Եթե երաժշտությունը չլիներ, կյանքս անիմաստ մի բան էր լինելու։ Երաժշտությունը մխիթարանք է ինձ համար։ Նման ձևաչափով Տիգրան Մանսուրյանի առաջին երևանյան համերգն է։ Ինչպես ինքն է ասում, սա համերգային սրահի եւ սալոնի մի միջանկյալ վիճակ է։ Յուրաքանչյուր գործից առաջ մաեստրոն դրա ստեղծման պատմությունն է ներկայացնում, անմիջական կապ ստեղծում իր եւ հանդիսատեսի միջեւ։ Սա ոչ ստանդարտ եւ պետք է ասեմ վստահ Հայաստանում առաջի իր տեսակի մեջ առաջի փորձն է լինելու, սա չի կարելի անվանել ոչ համերգ, ոչ էլ ուրիշ բան, սա համերգ հանդիպման տեսակի բան է, ոչ էլ մեծարման երեկո։ Այս տեսակ հանդիպումները սալոնային բնույթ են կրում եւ շատ տարածված էին, ասենք 19-րդ դարվա վերջում Եվրոպայում։ Երաժշտություն գրելն ինձ համար ոչ թե պահի ներշնչանք է, այլ տառապալի աշխատանք, ասում է մաեստրոն։ Ես պետք է շատ չարչարվեմ եւ չգիտեմ դրանից հետո արդյունք կլինի թե ոչ, որովհետեւ գեղարվեստական մեկ կատարյալ մարմին ստեղծելը գրեթե անհնարին մի բան է։ Այստեղ երևանյան բակն է թթնիով, իր մանկության պատկերը մաեստրոն կարոտով է հիշում, այդ ամենը նախտացրել, պիես է դարձրել։ Այս խումբը շատ համակրելի երիտասարդներ են, ես շատ եմ սիրում իրենց, պատրաստական եմ Վերինաշյանի դյուրահաղորդ են ամեն մի նրբերանգի ուղղությամբ, որ ես խնդրում եմ անեն։ Մեր համատեղ աշխատանքը ինձ շատ է ուրախացնում, ստերեոտիպ պետք է ես շարունակեմ սա նոր գործեր անելով։ Ճիշտ ասած, այդպիսի մտքեր ունեմ, որովհետև իրենց հետ աշխատելուց գործը առավել հղկելու ծրի հնարավորություն կա։ Տարիներ առաջ քրոջ Արաքս Մանսուրյանի հետ մաեստրոն 4 երգերի շարք է գրել Համո Սահյանի բանաստեղծություններով։ Խոսքի ու երաժշտության վարպետները հարևաններ են եղել, հաճախ հանդիպել իրար։ Այդ շարքը Տիգրան Մանսուրյանը Մայրամուտի երգեր է անվանել։ Ասում է, ինչպես դրանց բովանդակությունն էր Մայրամուտի, այնպես էլ Սահյանի տարիքն արդեն Մայրամուտին էր մոտենում։ Անձամբ ես մանկությունից նվագում եմ երաժշտությունը մեծ հաճույքով, դա հավերժ երաժշտություն է, այսօր մեր աչքի առաջ կատարվում է հավերժություն։ Երջանիկ եմ, որովհետև բազմաթիվ հնարավորություններ եմ ունեցել կատարելու մեր հրաշալի վարպետի բարձրարվեստ երաժշտությունը տարբեր բեմերում, պրոպագանդելու այն եւ այն բացառիկ երաժիշտներից են, որ հնարավորություն ունի աշխատելու նրա հետ եւ վայելելու այդ մեծ երջանկությունը։ Միշտ մեծ բավականությամբ եմ կատարում նրա ստեղծագործությունները, որովհետև շատ յուրահատուկ է իր գործերում, միաժամանակ նրա ստեղծագործություններում իշխում են պարզությունը եւ խորությունը։ Կինոյի աշխարհ Տիգրան Մանսուրյանը 1964 թվականին է մտել։ Կոնսերվատորիայի 4-րդ կուրսի ուսանող էր, երբ առաջարկ ստացավ փաստագրական մի ֆիլմի համար երաժշտություն գրել։ Այդ աշխարհն անսովոր, բարդ, բայց եւ շատ հետաքրքիր ու անակնկալներով լի էր երիտասարդ կոմպոզիտորի համար։ Շատ կարճ ժամանակ հետո 1969 թվականին հենց նրա երաժշտությամբ էկրան բարձրացան Մենք ենք մեր սարերը եւ Լռան գույնը ֆիլմերը, որոնց հաջորդեցին Աշնանարևը, Գիքորը, Կտորմը երկինքը եւ այդպես մինչեւ 1985 թվականը։ Ֆիլմի համար երաժշտություն գրելու առաջարկ վերջին տարիներին չի ունեցել եւ լավ է որ չկա, ասում է մաեստրոն, որովհետեւ չի կարողանում մերժել։ Լիլիթ Գրիգորյան, Վարդգես Մանուկյան, Ձայնագիր։